Օրվա իշխանությանը ձեռք է տալիս Ռոբերտ Քոչարյանի նման խոցելի ընդդիմություն ունենա, օրվա իշխանությանը ձեռք է տալիս խամաճիկ Ռուսաստանի Դաշնությունից ինչ-որ գործիչներ լինեն խորհրդարանում, որպեսզի անընդհատ նրանց հաշվին հանրային քաղաքական դաշտում դիվիդենդներ հավաքի։ Դիմադրողականությունը իր գնալով բարձրացնի նրանց հաշվին։ Ես գիտակցում եմ, եթե սա չեն գիտակցում առողջ քաղաքական ուժերն ու անհատները, ժողովուրդն իրենց դատավոր։ Այստեղ չեմ ասում Աստված իրենց դատավոր, որովհետև Աստծուն պետք չի ես գործերի մեջ խառնել, ասում եմ ժողովուրդն իրենց դատավոր։ Ժողովուրդը գնալու է հունիսին ընտրի ու իրենց քաղաքական լուսանցքում թողնի։ Իրենցից շատերին քաղաքական թոշակառուի կոստյումը հագցնի ու ասի գնա տուն, եղբայր, որովհետև դու ական ես քաղաքական դաշտը առողջացնելու ճանապարհին։ Հակառակ պարագայում պետքա դրվի մի կողմ բոլոր տեսակի տարաձայնությունները։ Շատերն ասում են պետք է անցնենք խորհրդարան, հետո համագործակցենք։ Ես էլ ասում եմ անցեք խորհրդարան, հետո բաժանվեք ու մի համագործակցեք։ Իհարկե կարմիր գծեր պահելով։ Հուշագիր ստորագրեք կոնկրետ կետերից, որ չեք տորպեդահարելու խաղաղության գործընթացը։ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները ել ավելի պետքա խորանան եւ այդ այն համատեքստում պիտի լինի, որը որ այս պահին է։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները պետքա խորացվի եւ Հայաստանի Հանրապետությունում որևէ պարագայում ձեր ֆրակցիաներից որևէ մեկը պետքա չընտրի Քոչարյանասերժական այդ պրոռուսական ինչ-որ շրջանակից վարչապետի թեկնածուի։